Թող որ պատմվի ազգերին իլուր եւ ժողովրդի համար քարոզվի։ Պատկերվի թող որ մտքի դռներին եւ զգայարանքների սեմերին տպվի։ Իբրև կենթանի թող պատմի նա իմ գործերն անորեն ու խոստովանի։ Եվ թեպետ որպես մահացու պիտի վախճանվեմ ես, սակայն ես համեստ մատյանովս միշտ անմեղ կմնամ։ Քո կամքով թող այն անեղծ մնա, Տեր։ Տասներորդ դարը խռովահույս ժամանակ էր Հայաստանի համար։ Փոթորկել էր աղանդավորական նոր շարժումը, որի հետևորդների մեջ ոչ միայն գյուղացիներ, ազնվականներ էին, այլև հոգևորականներ։ Երկիրը պայքարում էր նաև քաղկեդոնական բյուզանդական ազդեցության դեմ։ Թոնդրակյան աղանդին համակրելու համար մեղադրվել է նաև դավանաբանական երկերի հեղինակ Անձևացյաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Խոսրով Անձևացին։ Եկեղեցին բանադրել է նրան հերետիկոսության համար, մինչդեռ այդ ընտանիքը վայելում էր արքունիքի իշխանների բարձր հովանավորությունը։ Այս ընտանիքի զավակն է եղել վանական Գրիգոր Նարեկացին։ Հայրը եպիսկոպոս Խոսրով Անձևացին էր, եղբայրները Սահակն ու Հովանեսը վանական ու գրիչ, մորեղբայրը նշանավոր վանահայր եւ ուսուցչապետ Անանիա Նարեկացին։ Այս մեծ ընտանիքին էր վերապահված ստեղծել գրական իմաստասիրական մի դպրոց, միստիկ աստվածաբանության խոշոր կենտրոն։ Այդ դպրոցը գիտափիլիսոփայական ուղղվածություն ուներ, իսկ նրա նշանավոր ներկայացուցիչները Անանիա, Հովանես ու Գրիգոր Նարեկացիները հիշատակվում են իբրև մեծ փիլիսոփաներ եւ աստվածաբաններ։ Այդ դպրոցին էր վիճակված բարեշրջել հայ ողջ հոգևոր մշակույթը։ Այս ժամանակներում Նարեկավանքում գրվել է մի ստեղծագործություն, որի պաշտամունքը աննախադեպ է համաշխարհային գրական պատմության մեջ։ Այն կարելի է համեմատել միայն սուրբ գրքերի հետ, բայց ի տարբերություն դրանց հեղինակը ոչ մարգարե է, ոչ էլ առաքյալ։ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության պոեմը դարեր շարունակ ժողովրդի պաշտամունքի առարկան է։ Վկայություններ կան, որ Նարեկավանքում եւ շրջակայքում պոեմի ընթերցանությունը երբեմն էլ բերանացի իմանալը պարտադիր է եղել։ Գրիգոր Նարեկացու կանխատեսումներն ու պատգամները ուղղված են բոլոր ժամանակների քրիստոնյա աշխարհին։ Սակայն գրեթե 800 տարի Մատյանը չի ունեցել ոչ մի թարգմանություն։ Արդեն 1346-ին Թովմա Ակվինացու երկը հատվածաբար չնայած թարգմանությամբ հայտնի է եղել Հայաստանում, բայց սա ուներ որոշակի քաղաքական, եկեղեցաբանական նպատակներ։ Թարգմանել Թովմա Ակվինացին, հայացնել, որպեսզի հնարավորություն ստեղծվեր գաղափարաբանորեն հիմնավորելու կաթոլիկ միսիոներության տարածումը Հայաստանում։ Նարեկի պարագային բնականաբար այսպիսի ակնկալություն չեն կարող ունենալ։ Հին թարգմանություններ իհարկե հին լեզուներով կամ այն ժամանակվա հայտնի լեզուներով մեզ հայտնի չեն։ 95 գլխից բաղկացած Մատյան ողբերգության երգը Աստծուն ուղղված խոսք է։ Մարդկության եւ իր փրկության համար տանջալի ապրումները պատկերելու բազմաթիվ գեղարվեստական հնարքներ է գտել Սուրբ Գրիգոր Նարեկացին։ Փիլիսոփա բանաստեղծը մարդկության մեղքերն ու արատները կամովին ստանձնում եւ քավությունը հայցում բոլորի փոխարեն։ Երկար ժամանակ, գրեթե 1000-ամյակ, կարծել են, թե Մատյանը անթարգմանելի ստեղծագործություն է։ Նարեկագիտությունը բուռն վերելք է ապրել 20-րդ դարում։ Կատարվել են մի շարք թարգմանություններ։ Նարեկը հասանելի է դարձել ռուս եւ ռուսախոս միջավայրի համար, ինչն էլ ուղի է հարթել այլ լեզուներով թարգմանությունների համար։ Այդպես Նարեկացին մտել է տարբեր ժողովուրդների հոգևոր գանձարան, ներշնչման աղբյուր դառնալով ժամանակի գրողների ու մտածողների համար։ Մատյանի ռուսերեն թարգմանության առաջին փորձն արվել է 1810 թվականին։ Ոմն Հովսեփ Իոնեսյանը թարգմանել է 13-րդ գլխից մի հատված ռուս-հին եկեղեցական բառամթերքով։ Դրանից հետո երկար ժամանակ պոեմը համարվել է անթարգմանելի։ 1916-ին հայերի համար ողբերգական տարիներին Մոսկվայում Վալերի Բրյուսովի խմբագրությամբ լույս է տեսել հայ պոեզիայի անթոլոգիան, որում հայ բանաստեղծներին թարգմանել էին արծաթե դարի պոետները Ալեքսանդր Բլոկը, Իվան Բունինը, Կոնստանտին Բալմոնտը եւ ուրիշներ։ Հայաստանի քերթողական արվեստում ես տեսա գեղեցիկ ու ինքնատիպ աշխարհ,
նոր ու ինձ անհայտ տիեզերք, խոստովանել է Բրյուսովը։ Նա ռուսերեն է թարգմանել Նարեկացու երկու տաղ՝ Ալմաստ վարդը եւ Հարության տաղը։ Այդ տաղերը այդպես առանձին տպավորություն չստեղծեցին, չառանձնացրին Նարեկացուն որպես հանճարեղ բանաստեղծի։ Եվ Բրյուսովը մտածում էր, որ նա ընդհանրապես պլանավորում էր երկրորդ հրատարակությունը, Հայաստանի պոեզիա երկրորդ հրատարակությունը, եւ ուզում էր արդեն այդ երկրորդ հրատարակության մեջ զետեղել ինչ որ հատվածներ Մատյան ողբերգության պոեմից, բայց այդ չիրականացավ այդ նրա մտահղացումը, որովհետեւ փոխվեցին կարգերը եւ այլն, եւ այդպես էլ Նարեկացու Մատյանը մնաց փակ վիճակում, միայն հայերը գիտեին Մատյանի մասին եւ առաջին անգամ Մատյանից հատվածները լույս տեսան միայն անցյալ դարի 60-ական թվականների վերջում։ Նարեկացու ստեղծագործությունը երկար ժամանակ անհասանելի է եղել հենց հայերի համար։ Գրափար գրված տողերի խորը իմաստը, մտքի խորությունը թեև անհասկանալի են մնացել հասարակ ժողովրդի համար, բայց նա սրբորեն է վերաբերվել Նարեկին եւ դեռ միջնադարից Աղոթամատյանը համարել է զորեղ դեղ ու բալասան։ Գրքին վերագրվել է բուժիչ զորություն, իսկ հեղինակի անունը սրբացվել է։ Գրքի բոլոր գլուխներին տրվել է կիրառական նշանակություն, այս կամ այն ցավի, պատահարի ու աղետի դեպքում կարդալու համար։ Իմ կարծիքով Նարեկը ինչ որ հանգստացնող, ինչ որ աստվածային ազդեցություն ունի մարդկանց վրա։ Ես գիտեմ շատ մարդիկ, ովքեր գրափարով են լսել Նարեկը, առանց գրափար իմանալու, առանց հայերեն իմանալու, եւ նրանց անմիջապես գրավել է խոսքի սահուն ընթացքը, խոսքի որոշակի գաղտնի կառուցվածք, այսպես ասենք։ Նարեկը լեզվի այնպիսի սահմանների մեջ է գրված, որ հեշտությամբ մարդուն առիթ կարող է տալ չհասկանալով աղոթքները, անգիր անել այդ աղոթքները։ Կարծեք թե ավանդաբար ժողովրդի բարեպաշտական պրակտիկայից ելնելով մտել է մեր ավանդություն եւ այսօր էլ հենց այդ ավանդությունն է, որ մեզ ստիպում է Գրիգոր Նարեկացու երգը համարել ոչ թե պարզապես մի վանականի կողմից գրված ինչ որ մտահայեցական գիրք, այլ ավելի խորը, ավելի միստիկ, ավելի անդենական ինչ որ հղացք ունեցող երգ, որը մեզ վրա այսպես թե այնպես ազդեցություն գործում է։ «1950 թվականին Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության կենտկոմը անսպասելի որոշում է ձեռնարկել Նարեկացու տողացի թարգմանությունը ֆրանսերեն, որը պետք է կատարեին հայ մասնագետները Երևանում։ Թարգմանությունը պիտի մշակեին ֆրանսիացի կոմունիստ բանաստեղծները։ Հանձնարարությունը տրվում է հայտնի պատմաբան Աբգար Հովհաննիսյանին։ Նա վստահ էր, որ թարգմանիչը պետք է տիրապետի թե գրափարին, թե ֆրանսերենին։ Այդ պատճառով խնդրում է Հայաստանում ուսում ստացած հայտնի հայագետ թարգմանիչ Ժան-Պիեր Մահեին թարգմանել Նարեկացու Մատյանը։ Մահեն ընդունում է առաջարկը եւ ժամանում Երևան։ Ինձ մեքենակրված բնակիր դվին եւ ես դիտարկում թարգմանիչի։ Տիկինս անին ամեն օր մեքենակրում էր ֆրանսերեն թարգմանությունս եւ այնքան խանդավառվեց, որ այդ ինձ շատ կաչալերեց։ Ասաց թե ես դե չդադարես թարգմանելուց, որովհետեւ ես հետևյալ գլուխները ուզում եմ գարտալ։ Ուրեմն իմ տիկնոջն համար եմ շարունակել մինչև, ասենք, մինչև 35-րդ աղոթքը։ Հետո սա առաջին դարին եղավ եւ ստիպված վերադարձա Փարիզ եւ դրա մասին չեմ մտածել այլևս։ Հետո մի քանի անգամ եմ վերադարձել Երևան եւ շարունակել եմ գործը մինչև վերջը։ Մահեն թարգմանությունն ավարտում է 1955 թվականին։ Այն ընդունվում է ակադեմիայի կողմից եւ դրվում մի կողմ։
Ֆրանսիացի պատվիրատուներին էլ այլևս չէր հետաքրքրում թարգմանությունը։ Այդպես անցնում են տասնամյակներ։ Մահեի նարեկացու թարգմանությունը լույս տեսավ միայն կես դար անց։ Ես հասկացա, թե Մադյանը բաղկացած է 3 մասի, որոնք կարելի է համեմատել հայկական տաճարի 3 դալիճների հետ։ Այսինքն առաջին մասը ոնց որ գավիթն է, երկրորդ մասը տաճարն է, իսկ երրորդ մասը խորանն է։ Եվ թեպետև մենք եթե մտնենք եկեղեցին, այն տպավորություն ունենք, թե հորիզոնտալ դարաձություն է, բայց իրականության մեջ, այսինքն մարդկանց մտքում սա ոչ հորիզոնտալ, այլ դեպի վեր ձգվող ճանապարհ է։ 20-րդ դարի կեսին Հայաստանում խորհրդային գրաքննության պայմաններում մեծ հետաքրքրություն է սկսվում Գրիգոր Նարեկացու հանդեպ։ 1955-ին լույս է տեսնում հայտնի գրականագետ Մկրտիչ Մկրյանի աշխատությունը Նարեկացու մասին։ Նա նորովի է իմաստավորում եւ վերաժևորում Նարեկացու ժառանգությունը։ Մկրյանի կարծիքով Մատյան ողբերգության պոեմում արտահայտված են մարդու ներաշխարհը, նրա ճշմարիտ ապրումները, զգացողությունները եւ ներքին հակասությունները։ Մկրյանի մենագրությունը խթան է դառնում, որ պոեմը գրափարից փոխադրվի ժամանակակից արևելահայերենի։ Առաջին այդպիսի թարգմանությունը լույս է տեսնում 1960-ին։ Թարգմանիչը Մկրտիչ Խերանյանն էր։ 60-ականների կեսերին լույս է տեսնում գրափարի Փայլուն գիտակի Վազգեն Գևորգյանի թարգմանությունը։ Թերևս կարելի ասել, որ հենց այդ ժամանակ է, որ Հայաստանում շատերը բացահայտում են Նարեկացուն։ Զարմանալի ուժ էր տալիս այդ ուրեմն ուժ էին տալիս այդ ուղերը, նախ գեղարվեստական բարձր արժեքով, խորությամբ, պատկերների շռայլությամբ, հարստությամբ, եւ երբ կարդում էինք մենք այն ժամանակագրական թերթը, բոլորս ապշած էինք ուղղակի, հիացած էինք։ 60-ականների կեսերին գրականագետ եւ թարգմանիչ Լևոն Մկրտչյանը այդ ժամանակների համար բավական հանդուգն մի ձեռնարկ է հղանում՝ ռուսերեն թարգմանել Նարեկացու Մատյանը։ Նրա նախաձեռնությունը Հայաստանում լուրջ քննադատության է արժանանում։ Գրողներից մեկը ինձ ասում էր, որ գիտես ինչ կա, ես գնացել եմ մի երկիր, այս ասեմ, որ մեր սրբությունը, այս թափուրի մեջ մեր սրբությունն է։ Ուզեցի նայել, ասեցին, ով որ նայի, նրանք կսպանեն, ով որ նայի, թե այնտեղ ինչ կա, հա, այստեղ կաղնել են մեր սրբությունը, այս պահակներ են կաղնել, այստեղ, հա, ով որ բաց անի եւ նայի, նրանք կսպանեն, հա։ Ասես Նարեկացին այդպես մի բան է, նա միայն մեզ համար է։ Նրան եթե դու բաց անես եւ թարգմանես, ոչ մի բան չի ստացվի։ Ոչ ոք չի ասի, որ սա հանճարեղ բանաստեղծ է, ոչ ոք։ Բայց հետո ճիշտ հակառակը ստացվի։ Պոեմի կառուցվածքը այլաբանություններով եւ այլախոսություններով հարուստ լեզուն ինքնին բարդացնում էր թարգմանությունը։ Բացի այդ, աթեիստական երկրում Աստծուն ուղղված խոսքով սկսվող պոեմի թարգմանություն նախաձեռնելը իսկապես համարձակ եւ նույնիսկ վտանգավոր ձեռնարկ էր։ Եվ հետո մի բան է մայրենի լեզվով այն հրատարակելը, այլ բան ռուսերեն թարգմանությունը, որը հասկանալի էր դարձնելու ստեղծագործությունը ամբողջ ԽՍՀՄ-ում։ Նարեկացին սրտի խորքից Աստծուն ուղղված խոսքով աթեիստական երկրում ընդունելի չէր։ Այդ պատճառով Մատենադարանի հուշարձանախմբում Միշտադարյան հայ մեծ գործիչների կողքին չկա Գրիգոր Նարեկացին։ Երբ որ նույնիսկ Մկրտիչ Խերանյանի թարգմանությունը լույս տեսավ 60 թվականին, այն ժամանակ նույնիսկ գտնվեցին, չէ՞ որ մենք էլ ունենք ԿԳԲ եւ այլն, եւ արդեն գտնվեցին դեմքեր, ովքեր Մոսկվայում, ուրեմն այդ լուրը Մոսկվային հասցրել են, որ Երևանում տպագրվել է ուրեմն աղոթագիրք։ Հակառակ գործընկերների թերահավատությանը Լևոն Մկրտչյանը Վազգեն Գևորգյանի հետ սկսում է ռուսերեն տողացի թարգմանությունը։ Աշխատանքը ամբողջությամբ կլանում է Մկրտչյանին։ Մատյանի տարբեր գլուխներից 700 տող ուղարկվում է ԽՍՀՄ-ի տարբեր պոետների եւ թարգմանիչների՝ Զվյագինցևին, Դերժավինին, Վոլկովին։ Հայտնվում են առաջին թարգմանությունները։ Մի քանիսը նույնիսկ հրատարակվում են մամուլում, բայց ոչ մեկը ամբողջությամբ չեն բավարարում Մկրտչյանին։ Վերջապես նա դիմում է Նաում Գրեբնևին։ Այս բանաստեղծը հայտնի էր հյուսիսկովկասյան պոեզիայի իր փայլուն թարգմանություններով։
Գրեբնևը փոխում է Նարեկացու ազատ հանգի ոտանավորը։ Իհարկե, դա գրականագիտական շրջանակներում շատ վեճ էր առաջացնում։ Գրեբնևը իր մոտեցումը բացատրում է նրանով, որ առանց հանգի ազատ ոտանավորը ռուս ընթերցողը ասոցացնում է ժամանակակից պոեզիայի հետ։ Мы смертные, пленяемся ничтожным, и не умеем мы глядеть вперед, и в поединке истинного сложным неистинная чаще верх берет, и боль утрат идет вслед за нами, и всюду тьма, и пелена у глаз, и приговор возмездия пишет память в суде сознания каждого из нас. Գրեբնևը ծանր ապրումներով է ընդունում քննադատությունը իր թարգմանության հասցեին։ Սա իմ կյանքի լավագույն գործն է, գրում է նա Լևոն Մկրտչյանին 1971 թվականին։ Թեև գրքույկը ջախջախվում է քննադատական հոդվածներով, սակայն Լևոն Մկրտչյանը այն բաժանում է բոլոր գործընկերներին։ Ազդեցությունը ցնցող էր։ Նամակների, արձագանքների, հոդվածների, նույնիսկ Նարեկացուն նվիրված բանաստեղծությունների տարափ է սկսվում։ Էդուարդս Մեժելայտիսը լիտվացի հայտնի գրող շատ հետաքրքիր գրում է այդ հոդվածում, ասում է սկզբից ես դրեցի գրպանս կե չնկատեցի ինչ գիրքի, բայց հետո որ քունը չերն անում սկսեցի կարդալ ու ապշեցի։ Եվ հետո ինչ ստացվեց։ Սկսեց Լևոնը ստանալ հիացական նամակներ, սկսեցին գրել հոդվածներ, տարբեր ազգերին ներկայացուցիչներ։ Նարեկացուց ազդվում են ոչ միայն գրական շրջանակները։ Դարի մեծ կոմպոզիտորներից մեկը Ալֆրեդ Շնիտկեն ոգեշնչված Նաում Գրեբնևի թարգմանությամբ Նարեկացու մատյանի հիման վրա ստեղծում է իր ցնցող խորալը։ Շնիտկեի կապը այս գրքի հետ եղել է անշուշտ թարգմանության միջոցով, ռուսերենով։ Իհարկե, իր համար դա լեզվական բարիեր հաղթահարելուց շատ ավելի հոգևոր նյութի մեջ մտնելու մի արարողություն էր, հոգևոր նյութի մեջ, իսկ ինքը դրան պատրաստ էր։ Եվ մանավանդ իր այդ վիճակը, որ դժվար վիճակում էր, հոգեկան ծանր վիճակում էր, եւ իրեն համար այս Նարեկացին երգելը նաեւ ելք է եղել այդ վիճակից։ Շնիտկեն Նարեկացուն բացահայտում է իր համար շատ բարդ կենսափուլում։ Կոմպոզիտորի դեմ հալածանքներ էին սկսվել, նաեւ առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Ներքին ապրումները ամոքել եւ ուղիները նրան տաճար են տարել։ Դա արտահայտվում է կոմպոզիտորի ու շրջանի ստեղծագործություններում, քրիստոնեական թեմաներով արված գործերում։ Շնիտկեի մտերիմ բարեկամը, անվանի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ընկերոջ հոգեվիճակով մտահոգված նրան Նարեկ է նվիրում։ Հերթական անգամ շատ խոցված էր Ալֆրեդ Գարիևիչը, Ալֆրեդը ինձ համար, որովհետև սովետская կուլտուրա թերթում մի շատ վատ հոդված էր լույս տեսել իրեն պախարակող ու շատ ընկճված ու տխուր էր։ Այդ բավարարությամբ ես եկա Երևան եւ հաջորդ անգամ մեկնում էի Մոսկվա, որոշեցի ինձ հետ վերցնել նոր լույս տեսած Նարեկացու երկլեզվյան գիրքը հայերեն եւ ռուսերեն, Նաում Գրեբնևի թարգմանված ռուսերենով, որ արել էր իմ շատ լավ բարեկամ Լևոն Մկրտչյանը։ Ես այդ գիրքը երկու օրինակ գնեցի եւ տարա ինձ հետ Մոսկվա, մեկը նվիրեցի մեծ թավջութակահարուհի եւ առայսօր իմ շատ լավ բարեկամ Նատալիա Գուտմանին եւ մյուս օրինակը նվիրեցի Շնիտկեին։ Իմ միտքը այն էր, որ այս գիրքը իրեն կարող էր հանել այդ ծանր վիճակից, մխիթարանքի, բարձր աղոթքի, հոգևոր բարձր ոլորտների հետ կապվելու տեսանկյունից։
Որոշ ժամանակ անց Մանսուրյանը զանգ է ստանում Շնիտկեից։ Նա խնդրում էր մի հայ նկարիչ գտնել, որը կկարողանա իր նոր համերգի ազդագիրը ձևավորել հայ մանրանկարչության ոճով։ Շատ չանցած Շնիտկեն տեղեկացնում է, որ ինքն արդեն գտել է նկարիչ։ Գրել եմ այն երաժշտությունը, որն այդ տեքստն էր թելադրում, ոչ թե այն, ինչ ինքս կուզեի։ Սա մկրտված քրիստոնյայի ոգեղեն ոլորտն է։ Միայն նա ունի ներքին բարոյական իրավունք գրելու այդ երաժշտությունը Տիրոջ ծառայի անունից։ Ամեն։ Գրում է Ալֆրեդ Շնիտկեն։ Նարեկացու Մատյանի իտալերեն ծավալուն թարգմանություն սկսվում է 1987 թվականին։ Հենց այդ տարի է սկսվում Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքի եւ գործի մանրակրկիտ ուսումնասիրությունը Վատիկանում։ Տարին նվիրված էր Աստվածամորը։ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II տարածել էր Redemptoris Mater Փրկչի մայրը շրջաբերականը, որտեղ Նարեկացուց ընդարձակ մեջբերում էր արել։ Նույն տարում Հովհաննես Պողոս II ցանկանում է ներկա գտնվել Հռոմի Սանտա Մարիա in Trastevere եկեղեցում հայ կաթոլիկ համայնքի հայկական ծեսով ու հայերեն լեզվով մատուցվող պատարագին։ Առաջին անգամ կաթոլիկ հայերը թույլտվություն են ստանում ամբողջապես պահպանել հայկական ծեսը, որի ժամանակ ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու պատարագի հաղորդության սկիհի մեջ գինուն ջուր չի խառնվում։ Այս իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում Գրիգոր Նարեկացու անձի եւ աստվածաբանության շուրջ։ Վատիկանի Արևելյան կոնգրեգացիայի պատվերով կաթոլիկ հայրերից Լևոն Զեքիյանը Նարեկացին եւ Աստվածամայրը վերնագրով մի հոդված է գրում, որտեղ օգտագործում է Տիրամորը նվիրված գլուխը իտալահայ գրաքննադատ Հուսիկ Աշրաֆյանի թարգմանությամբ։ Այդ համակրին մեջ, այդ կոնտեքստի մեջ է, որ Նարեկացու նկատմամբ պետական բաբը Redemptoris Mater բոլոր մեկ ինչպես ասի 1.5 միլիարդ գրեթե հաշվող եկեղեցու խոսքը գուղե Նարեկացի իշելով։ Ով է ասմարտը։ Ով է այս սուրբը։ Անձանոտ։ Հետևաբար ասիկա հետաքրքրություն առաջ բերավ։ Դեռևս 1987-ին հայ կաթոլիկների պատրիարքը նամակ էր գրել Հռոմի սրբազան քահանայապետին, խնդրելով Սուրբ Գրիգոր Նարեկացուն դասել տիեզերական վարդապետների դասին։ Lei ha scritto al cardinale Amato. Նամակը հասել է սրբերի հարցերով մեր կոնգրեգացիա, որն այդ հարցերով զբաղվելու իրավասությունն ունի եւ լիազորված է դիտարկելու տիեզերական վարդապետության տիտղոսի շնորհման հարցը։ Երբ խոսքը այս հարցերին է վերաբերում, մեր կոնգրեգացիան սովորաբար լիազորված է ողջելու, արդյոք անձը համապատասխանում է եկեղեցու վարդապետի տիտղոսի, լատիներեն ասված eminence doctrinae չափանիշին։ Սա յուրահատուկ է, սովորականից տարբերվող դոկտրինա է։ Մնացածներից տարբերվում է իր գերազանցությամբ։ Եվ այս նամակը քննմանն է ուղարկվում Dottrina della Fidei կոնգրեգացիա, որի պրեֆեկտը այն ժամանակ կարդինալ Յոզեֆ Ռացինգերն էր, ապագա Բենեդիկտ 16-րդ պապը։ Հիշեցման կարգով խոսքը 1988 թվականի մասին է։ 1989-ի հունվարի 25-ին Ռացինգերը պատասխանում է նամակին ճիշտ հետևյալ կերպով. հարցը ներկա պահին դեռ հասունացած չի թվում։ Դեռ 90-ականներին Իտալիայի գիտական հրատարակչություններից մեկը կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի միջնորդությամբ Նարեկացու Մատյանի իտալերեն թարգմանությունը պատվիրում է հայր Լևոն Զեքիյանին։ Նա 8 տարում թարգմանում է 33 գլուխ։ Ամեհի պամներ։ Այսինքն դվայդի ճուղագի դվայդանք էր։ Առաջին 3 տողը ցայն առաջանած սրդի հետության ողբոցահագի քեզ վերընձեմ դեսովդ կախնյաց եմադուցիալ ետիալ իհուր թախտ անտենուշան։ Այս առաջին 3-4 տողերը թարգմանելը հավատացեք 3 տարի առաջ։ Դե պետք է նարեգի շեշտը գտնել։ Փորձեք աշխարհապարի վերած։ Օրինակի համար մեր լավագույն թարգմանությունը աշխարհապար, որ Վասկեն Կապրիելյանին է, հնկոդնյա չափով է։ Բայց նարեգած երբեմն հնկոդնյա չափը գործածի։ Բայց անագալարիան մեծ վանգի գանցնի, 7 վանգի գանցնի։ Այդ չափի մեջ ու յետապանցես։ Եթե չափազանց հաստատուն չափազանց խիստ բնորդներու կամ նախագիծերու շեմաներու գաբեցիր նարեգը արդեն մեկնարգտ վիճելի է։ Եվ ասիկա պան գրնամասելով կլխուցավ գունենայի մուդովի գրկնելով
երբեմն բարձային գրնի, երբեք չի բավարարվեր։ Մինչև 8-րդ բան որ հասա, արդեն 5 տարի լրացած էր։ Մինչև 33-րդ բանը երբ որ լրացուցի, 8 տարի եղած էր։ Էմարտիկն ալիևս անոնք հրադարակչադուն են պետք է հրադարակեն կիրկա, բայց ոչ գսնանկանան, եթե ամեն մարդ հետ պայմանագրության 8-10 տարի աշխատի։ Խորեցա սաբեսսի 33 բան թարգմանելու համար 8 տարի դրի։ 95 բան է ամբողջ նարեկը, ուրեմն նվազագույն 25 տարի պետք է։ 25 տարի հետո ողջ եմ ասված գիտե։ Մոտ 3 տասնյակ տարի Հռոմի կաթոլիկ հայերը ուսումնասիրում են նարեկացու աստվածաբանությունը, գիրն ու վարքը։ Այդ ընթացքում նարեկացուն նվիրված կոնֆերանսներ, սիմպոզիումներ են տեղի ունենում տարբեր գիտական կենտրոններում՝ Լիբանանում, Հռոմում, Մոսկվայում։ 90-ականներին Վատիկանի պատվերով հայագետ Ժան-Պիեր Մահեն, Մատյանի ֆրանսերեն թարգմանության հեղինակը, նարեկացու մասին ծավալուն աշխատություն է գրում։ Նոր մենագրություններ եւ ուսումնասիրություններ են հրատարակում 12 աստվածաբաններ։ Նրանց եզրակացությունը, որ նարեկացու վարդապետությունը ինքնատիպ է եւ գերազանց, համոզիչ է դառնում կարդինալների ժողովի համար։ Գրեթե 28 տարվա ուսումնասիրությունից հետո Վատիկանում Սուրբ Գրիգոր նարեկացու աստվածաբանությունը ճանաչվում է Eminence Doctrina, այսինքն գերազանց կարգի վարդապետություն։ 2013 թվականին կարդինալ Կլաուդիո Գուջերոտին, որը պապական պատվիրակ է եղել Հայաստանում եւ Ադրբեջանում, նամակ է գրում սրբերի հարցերով կոնգրեգացիայի պրեֆեկտ կարդինալ Անջելո Ամատոին։ Արտահայտելով իր մեծագույն գնահատանքը նարեկացու եւ նրա վարդապետության հանդեպ եւ նշելով, որ քաջածանոթ է նարեկացու գրվածքներին, նա առաջին անգամ տիեզերական վարդապետի տիտղոսի շնորհումը կապում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ։ Գուջերոտին խնդրում է պապին հենց այդ տարում եկեղեցու վարդապետների շարքը դասել նարեկացուն, ասելով, որ նա ազգային խորհրդանիշ է եւ մեծ նշանակություն ունի թե առաքելական, թե կաթոլիկ բոլոր հայերի համար։ 2015 թվականին կաթոլիկ եկեղեցին Սուրբ Գրիգոր նարեկացուն հռչակում է տիեզերական վարդապետ։ Մատյան ողբերգության պոեմը մեր օրերում լույս է տեսնում 100 հազարավոր օրինակներով։ Հայկական բոլոր հրատարակչություններն ամեն տարի հրատարակում են նարեկը։ Դրանց քանակը ըստ հաշվարկների մի քանի միլիոն տպաքանակ է կազմում։ Այսինքն կարելի ասել, որ աշխարհի գրեթե բոլոր հայերը ունեն մեկական օրինակ։ Սակայն Սուրբ Գրիգոր նարեկացու պոեմը տարեստարի շարունակում է մնալ ամենապահանջված գրքերից։ Դրանց քանակը ըստ հաշվարկների մի քանի միլիոն տպաքանակ է կազմում։ Այսինքն կարելի ասել, որ աշխարհի գրեթե բոլոր հայերը ունեն մեկական օրինակ։ Սակայն Սուրբ Գրիգոր նարեկացու պոեմը տարեստարի շարունակում է մնալ ամենապահանջված գրքերից։